Բաժանորդագրվեք այս ալիքին, որովհետև այս բանին ամենաշատը դա է պետք։ Մարդիկ են պետք։ Մարդիկ։ Please։ Մարդ կա ինչ-որ հետևը։ Այս վիդեոյում ձեզ պատմելու եմ կինոյի պատմությունը ու մի հատ թույն ֆիլմ եմ խորհուրդ տալու, որը հնարավոր է որ չեք տեսել, որովհետև նոր է, 2-3 տարվա կինո է։ Բայց հաստատ լսել են բոլորը այդ ֆիլմի մասին։ Չէ, ես օրինակ չէի լսել։ Այդ կինոն եմ խորհուրդ տալու, որովհետև այս թեմայի հետ կապված է։ Ուխի է այս վիդեոն այսօր, որովհետև այսօր կինոյի ծննդյան օրն է։ 130 տարի առաջ այսօրը, դեկտեմբերի 28-ին, ցուցադրվել է աշխարհում առաջին ֆիլմը՝ Գնացքի ժամանումը։ Ուզում եք տեսնեք առաջին կինո պոստերը, որ եղել է։ Սա ոչ թե հենց այդ ֆիլմի պոստերն է, այլ ընդհանրապես կինոյի։ Այսինքն այս պոստերով ոնց որ մարդկանց հրավիրում են նայել մի բան, որը աշխարհում դեռ ոչ մեկը չի տեսել։ Բացի երկու հոգուց, որովհետև այդ երկու հոգին հենց հորինել էին այս բանը։ Յումիեր եղբայրները մինչև կինոյի գյուտը անելը լուսանկարչությամբ էին զբաղվում։ Փոքր եղբայրը Լուին մի օր մտածեց, որ այս նույն սկզբունքով ոնց ֆոտոապարատն է աշխատում, կարելի է ստեղծել սարք, որը ոչ թե մի անգամ ֆոտո կանի, այլ շատ ֆոտոներ իրար հետևից, ու այդ ձևով դա ոնց որ կդառնա շարժվող պատկեր։ Լյումիերները իրանց գյուտը անվանեցին սինեմատոգրաֆ, հունարանից սինեմա շարժում ու գրաֆ գրել։ Ցուցադրության ժամանակ մարդկանց մի մասը տալիճից փախավ ու սաղ ընդհանուր առմամբ վախեցան, որովհետև բոլորին թվաց, որ այդ գնացքը իրական է ու իրանց վրա է գալիս, ոնց որ մարդկանց ուղեղը սովոր չէր վիդեո տեսնելու ու չգիտեին ընդհանրապես այդ ինչը։ Ու շատ արագ տարածվեց այդ սարքի մասին ինֆորմացիան ամբողջ աշխարհով, լիքը մարդ սկսեց հետաքրքրվել ու սկսեց կինոն որպես այդպեսին ձևավորվել։ Ֆրանսիայում առաջին ստուդիան բացողը Ժորժ Մելիեսն է եղել։ Ժորժ Մելիեսը այն մարդն է, ով առաջինը մտածել է, որ կարելի է նկարել ոչ միայն բնական բաներ, այսինքն այն ինչ կա, այլ այն ինչ ֆանտազիա կարա քեզ հուշի։ Ինքը համարվում է առաջին ֆանտաստիկա նկարող ռեժիսորը։ Ու եթե այսօր նայենք իր ֆիլմերը, շատ ծիծաղալու կլինեն, բայց այն ժամանակ դա ու առաջին 30 տարին կինոն կարճ էր, սև ու սպիտակ ու համր։ Տարբեր մարդիկ տարբեր երկրներում, աշխարհի տարբեր կետերում իրարից անկախ սկսեցին հասկանալ, թե կինոյով ինչքան բան կարելի է անել ու ամեն մեկը ինչ-որ նոր բան բացահայտեց։ Սերգեյ Էյզենշտեյնը մոնտաժի նոր ձև հորինեց ու հասկացավ, որ կինոյով կարելի է ընդհանրապես մարդկանց վրա, մեծ քանակի մարդկանց վրա շատ ուժեղ ազդեցություն ունենալ ու իր Պատյոմկին Զրահանավը ֆիլմը տենց ֆիլմ էր, որը կոնկրետ քաղաքական պոդտեքստով ոնց որ մարդկանց հեղափոխության դրդող ֆիլմ էր։ Չեմ հիշում կարմիր դրոշ էր ուզեցել ընդգծել, թե արյան գույն, բայց մանիկյուրով ժապավենի վրա ոնց որ ներկել էր ինչ-որ դետալներ, որտեղ պետք էր իրան։ Հենց մանիկյուրով։ Հա։ Ну, երևի տենց մի բանով էլ։ Իսկ հնչյունային կինոն եկավ կինոյի հենց այդ սարքի ստեղծումից մոտավորապես մի 30 տարի հետո, 1927 թվին առաջին հնչյունային ֆիլմն է նկարվել, Ջազ երգիչը։ Հնչյունային կինոյի գյուտից մի քանի տարի հետո կինոն դառավ նաև գունավոր, ու նենց էր ստացվել, որ 30-ականներին արդեն մի քանի ստուդիաներ կային, որոնք մոնոպոլիա էին ստեղծել ու ամեն ինչ մի քանի մարդու ձեռքում էր կենտրոնացած։ Ու այն նոր հեղինակները հասկանում էին, որ սա ճիշտ չի ու ճիշտ տեղ չի տանում։ Ու տենց տպերից մեկը Դեվիդ Վորք Գրիֆիթն էր, ով լիքը տարբեր ստուդիաների հետ տարբեր սենց մեծ ծավալի գործեր անելուց հետո ինչ-որ պահի հասկացավ, որ այդ ոնց որ ապագա չի, դրա վրա չի կարելի հույս դնել ու պետքա թեկուզ դժվարությամբ անկախանա ու սկսի իր ձևով ամեն ինչ անել։ Մտածեց, որ պետք է գտնել նենց տարածք, որտեղ փոքր տարածության վրա կան ոնց որ համ սարեր, համ ծով, համ անապատ, համ կանաչ տարածք, համ քաղաք, այսինքն այն ինչը որ կարա պետք է կինոյի նկարանունների համար, մտածելուց հետո հասկացա, որ Կալիֆոռնիան տենց տեղ է ու գնաց Կալիֆոռնիայի ծայրամասում ինչ-որ տեղ, սկսեց մի հատ ֆիլմի նկարանուններ, չեմ հիշում որ ֆիլմներ ու մյուս իր նման մտածող մարդիկ կամաց-կամաց սկսեցին հավաքվել իր շուրջը ու տենց ստեղծվեց Հոլիվուդը։ Այսինքն Հոլիվուդը ստեղծվել է Կալիֆոռնիայում զուտ տարածքի հարմարության պատճառով ու միջայլոց Հայաստանն էլ է տենց տարածք, տենց երկիր է Հայաստանը, որտեղ շատ մոտ, շատ տարբեր լոկացիաներ կան, բայց ափսոս կինո նկարող չկա, ոչ էլ հետաքրքիր է ինչ-որ մեկին։ 40-ականներին սկսվեց համաշխարհային պատերազմը ու այդ պատերազմի տարիներին կինոն ամբողջ աշխարհում ահավոր տուժեց, բացի Հոլիվուդից։ Ինքը առանձին իր
աշխարհում ապրում էր։ 40-ականների թույն տպերից մեկը Օրսոն Ուելսն է, Քաղաքացի Քեյնը ֆիլմը կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմերից է համարվում։ 50-ականների սկզբին, այսինքն պատերազմից հետո, եվրոպական կինոն նոր փորձում էր ոտքի կանգնել, ինչ-որ նոր բան էին ուզում գտնեին, իսկ Հոլիվուդը արդեն իր պիկի վրա էր։ Տարբեր ռեժիսորներ տարբեր երկրներում հասկացան, որ Հոլիվուդն արդեն ոնց որ դառնում մոնոպոլիա ու թելադրում է իր ճաշակը, այսինքն Հոլիվուդը ինչ-որ ձև էր գտել կինո նկարելու ու ասում էր, որ էսա կինոն, էսա ճիշտ է ու սրանից դուրս ինչ կատարվում է, այդ շանս չունի։ Ու եվրոպացի ռեժիսորները սկսեցին Հոլիվուդին հակառակ ինչ-որ նոր ձևեր հորինել կինո նկարելու ու տենց առաջացան լիքը նոր շարժումներ, օրինակ իտալական նեոռեալիզմը կամ ֆրանսիական նորալիքը։ Իտալիայում սկսեց իր գործունեությունը Ֆելինին, Ֆրանսիայում Գոդարը, Ճապոնիայում Ակիրա Կուրոսավան։ Ինքն էլ լրիվ մի հատ ուրիշ ոճի, ուրիշ ձևի կինո էր ստեղծում։ Սովետական կինոյի մեջ հայտնվեց Տարկովսկին, ով կինոյի մեջ մտցրեց պոեզիա ու փիլիսոփայություն։ Ամերիկայում էլ սկսեցին հեղինակ ռեժիսորներ հայտնվել, սկսեցին կինոյի մեջ լիքը շատ կարևոր բաներ փոխել ու դրանից մեկը Կուբրիկն է, օրինակ, ում մասին նախորդ վիդեոսը կարաք նայեք։ Հայտնվեց TV-ին, տարածվեց ամբողջ աշխարհով, հեռուստատեսությունը 60-ականներին դա արդեն ամենաակտուալ բանն էր։ Ու կինոյով զբաղվող մարդիկ հասկացան, որ ոնց որ լուրջ կոնկուրենտ ունեն իրանք արդեն, ու կինոն սկսեց ավելի խորանալ նոր տեխնոլոգիաների, սպեցեֆեկտների, զարմացնող բաների մեջ, որոնք TV-ն իր փոքր բյուջեի պատճառով կամ ժամանակային առումով չէր կարող իրան թույլ տալ, այսինքն TV-ն նենց բան է, որ ամեն օր պետքա պրոդուկտ տա ու չի կարող մի կադրի վրա ասենք մի տարի աշխատի ռեժիսորը։ Ու Հոլիվուդում սկսվեց այդպես բլոկբասթերների էտապը, մեծ մասշտաբային կինոներ էին նկարվում։ Մեծ բան է փոխել նաև Կոպոլան։ Կնքահայրը ֆիլմի հեղինակն է 1972 թվականին նկարված, որը ես չեմ նայել ու ընդհանրապես չի գրավել, որ նայեմ։ Ու հենց այս կինոից ոգևորված այդ կինոյի ժանրը առաջացել է։ Գանգստերական կինո։ Կնքահայրի սցենարիստի հետ կապված մի հատ պատմություն կա։ Մարիո Պյուզոնա։ Կնքահայրը գրքի հեղինակ է ինքն ու գրելուց 2-3 տարի հետո էլ կինոյի սցենարն է գրել Կոպոլայի հետ միասին։ Ու ինքը գրող է, ինքը սցենարիստ չի, սցենարիստի մասնագիտություն կրթություն չունի։ Ու երբ որ այտենց մեծ հաջողություններ ունեցավ Կնքահայրը, ինքը դառավ աշխարհում ամենահայտնի սցենարիստը այդ բայդրությամբ ու որոշեց, որ իրան կրթություն պետք է վсё-таки ստանալ ու գիրքը բացումով հենց առաջի տողը լինում է որպես լավագույն սցենարի, օրինակ վերցրեք Կնքահայրի սցենարը։ 90-ականներին Ճապոնիայում իր գործունեությունը սկսեց Միյաձակին, ով անիմացիայի ժանրը հասցրեց մի հատ լրիվ ուրիշ լեվելի, օրինակ Դիսնեյը արդեն հասցրել էր ըստ իսկ կատարյալ լեվելի անիմացիայի ժանրը, բայց Դիսնեյը հեքիաթ է պատմում։ Միյաձակին էլ է հեքիաթ պատմում, բայց լրիվ տարբեր բաներ են։ Ֆրանսիայում հայտնվեց Լյուկ Բեսոնը, ով սկսեց ֆրանսիական բլոկբասթերներ նկարել։ 90-ականներին Հոլիվուդում հայտնվեցին նոր ռեժիսորներ, անկախ կինո սիրողներ, ընդհանուր Հոլիվուդի կինոն փոխեցին։ Օրինակ Տարանտինոն տենց ռեժիսորներից մեկն է։ Հայտնվեց Ֆոն Թրիերը Դանիայում, Դոգմա 95 շարժումով իրա, որի մասին վիդեո ունեմ, չեմ ուզում նույն բանը կրկնել։ Ցուրտ է։ 90-ականներն ու 2000-ականների սկիզբը տենց էտապ էր կինոյի համար, երբ որ ամեն նոր կինոյի մեջ աշխատում էին ավելի շատ սպեցեֆեկտներ օգտագործեն ու ինչքան բնական, այդքան ավելի զարմանալի, ավելի լավ, օրինակ Terminator 2-ը դրա պիկերից է, կամ Matrix-ն։ Ու երբ որ հայտնվեց 3D անիմացիան ընդհանրապես, հայտնվեց նաև Pixar-ը, որը սկսեց 3D մուլտեր նկարել ու դրանով ոնց որ ստիպեց ընդհանրապես անիմացիայով զբաղվող սաղ ընկերություններին անցում կատարել դրան։ 2000-ականների սկզբներին TV-ն նորից սկսեց զարգացում ապրել ու հայտնվեցին սերիալները, որոնք այսօր շատ ակտուալ են, հիմնականում ամերիկական սերիալները, չնայած որ սերիալ էին ու TV պրոդուկտ էին, իրանց սյոմկեքի մասշտաբով ու ընդհանրապես ամեն ինչով ոնց որ չեն զիջում կինոյին։ Օրինակ Lost-ը 2010-ից հետո էլ սկսվեց մի հատ вообще ուրիշ խելագար ժամանակաշրջան, երբ որ ինտերնետ գոյություն ունի, ասենք 40, 50, 60-ականներին կինոն աշխարհում ամենաակտուալ բանն էր, իսկ այսօր ամենաակտուալ բանը, ասենք Reel-ն է կամ TikTok-ի վիդեոն է։ Դա չի արժեզրկում կինոյի դերը կամ ընդհանրապես ոչ մի բան չի նշանակում, պրոստը փաստ է։ Ու այն բանը, որը մի է սկսվում,
Այդ արհեստական ինտելեկտն այն կարծիքով, մենակ իմ կարծիքով չէ։ Որը էլի շատ գլոբալ եսի ինչեր է փոխելու ու չենք էլ կարա լվոր գուշակենք թե ինչ։ Բայց կինոյի վրա հաստատ ազդելու է դե բնականաբար։ Ու քանի որ ցուրտ է արդեն որն է միշտ ցուրտ էր, սկզբից էլ ցուրտ էր ու արդեն մութը ընկնում է ոնց որ։ Ձերքեր ցույց տուր։ Այն կինոն, որի մասին սկզբում ասեցի, այս ինչ որ ես պատմեցի, փորձեցի պատմեմ, չգիտեմ ինչքանով ստացվեց։ Այս կինոն պատմում է ավելի լավ։ Ցուրտ ամրցում եմ։ Բրեդ Պիտն է գլխավոր դերում, Բրեդ Պիտը, Մարգո Ռոբին ու էլի տենց թույն տպեր կան։ Ինչ է ուզում ասեի։ Բարի դիտում ձեզ։ Բաժանորդագրվեք։ Բաժանորդագրվել բառը մի տեսակ։ Ոնց որ լսում եմ, իսկ ոմա ինձ փող են ուզում էլի, պետքա փող տամ։ Չէ, ձրի է։ Մի հատ բան է, ասեն սխնում է։ Ցուրտ է, ցուրտ։ Պսիկ։ Դուրս գցենք քեզ գնաս բացահայտես աշխարհը։ Այս տյունը, որ մի կես ժամ շուտ սկսեր գալ, կադրի մեջ վրես կգար, կան սառելու հետ միաժամանակ գոնե մի տակ քիչ բան կկատարվեր կադրի։